Ողջույն սիրելիներս, այսօր ուզում եմ շարունակենք մեր զրույցը թվագիտության մասին։ Ինչպես արդեն տեղեկացրել եմ, թվագիտությունը ճշգրիտ գիտություն է, այն էզոթերիկական ուղղություն է եղել որպես գաղտնի, այսպես ասած, գաղտնագիտության ինչ-որ մի ճյուղ, սակայն երբ որ փորում ենք անցյալը եւ կարողանում ենք ավելի մոտիկից ծանոթանալ մեզ հայտնի Պյութագորասին, Անանյա Շիրակացուն եւ այլն նրանց աշխատությունները ավելի խորքից ուսումնասիրել, ապա հասկանում ենք, որ մեզ հայտնի այդ գիտնականները վաղուց բացահայտել էին այդ գիտությունը եւ կարողանում էին թվերի միջոցով տարբեր հաշվարկներով կանխատեսումներ անել եւ շատ բացահայտումներ անել։ Ուստի երկու կարծիք լինել չի կարող, որ թվագիտությունը դա ճշգրիտ գիտություն է մարդու ներքին տիեզերքի մասին, այն բավական ինֆորմացիա է պարունակում մարդու մասին եւ եթե մարդը ցանկություն ունի բացահայտել ինքն իրեն, ճանաչել ինքն իր ներքին տիեզերքը, ապա պետք է փորձի իր ծննդյան տվյալների միջոցով հասկանա, նախ բացահայտի ինքն իրեն, փորձի ավելի ներդաշնակ ապրել ինքն իր հոգու հետ, որպեսզի հոգին տանջելու փոխարեն ավելի հոգին խնդա, բացվի եւ կարողանա ավելի լիարժեք ապագա ապահովել մարդուն։ Իդեպ ասեմ, որ ծննդյան թիվը համարվում է նաեւ հոգու թիվ, այն ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք մեզ զգում, ինչպիսին է մեր վերաբերմունքը ինքներս մեր հանդեպ եւ եթե մենք կարողանանք մեկ բառով ինքներս մեզ նկարագրել, ապա կարող ենք ասել, որ մենք մեր հոգու խնդիրը իրականացրել ենք, այդ դասը, այսպես ասած, լիարժեք ավարտել ենք եւ կարողացել ենք գերազանց գնահատական ստանալ, սակայն ես վստահ եմ, որ ձեզնից շատերը եթե փորձի ինքն իրեն մեկ բառով նկարագրել, ապա կդժվարանա եւ չի կարողանա ձևակերպել, թե ինչպիսին է ինքն իրեն պատկերացնում։ Այսինքն հարցը որպեսի տարօրինակ չզգա, տարօրինակ չթվա, ասեմ, որ մի մարդ կարող է իրեն պատկերացնել որպես լույսի աղբյուր, մի մարդ որպես անսպառ պարարտ հող եւ այլ եւ եթե մարդ կարողանա ինքն իրեն այդ վիճակի մեջ ինքն իրեն նկարագրել, ապա կարող ենք ասել, որ հոգու խնդիրը իրագործված է, բայց նորից եմ կրկնում, չկրկնվելով նորից ասեմ, որ դա բավական բարդ է եւ եթե դուք իսկապես անկեղծ լինեք ինքներդ ձեզ հետ, կհասկանաք, որ մեկ բառով ինքներդ ձեզ կդժվարանաք նկարագրել, սա խոսում է այն մասին, որ դեռ ունեք բավական ճանապարհ ինքներդ ձեզ բացահայտելու, ձեր ներքին տիեզերքը ուսումնասիրելու եւ ավելի հանգիստ եւ ներդաշնակ ապրելու ինքներդ ձեզ հետ եւ ձեզ շրջապատող աշխարհի հետ։ Եթե մարդը մշտապես դժգոհ է այս կամ այն երևույթից, ամեն ինչում տեսնում է բացասականը, չի նկատում դրականը եւ այլն, սա խոսում է այն մասին, որ մարդը գտնվում է տվյալ թվի կոնկրետ իր ծննդյան ամսաթվի, որը համընկնում է նաեւ հոգու թվի հետ, դրա բացասական վեկտրի էներգետիկ հոսքերի ներքո, իսկ եթե մարդը փորձում է խավարում լույս փնտրել, փակուղային իրավիճակներից ելքեր փնտրել, ապա կարող ենք հստակ ասել, որ մարդը գտնվում է իրեն տրված, իր ծննդյան թվի կամ հոգու թվի դրական վեկտրի մեջ, դրական վեկտրի տիրույթում եւ կարողանում է իր առջև դրված խնդիրները քայլ առ քայլ իրականացնել։ Սա որպես հուշում, որպեսզի ավելի
մոտիկից կարողանաք ծանոթանալ ձեր ծննդյան, ուրեմն թե ինչի մասին է խոսում ձեր ծննդյան օրը։ Իդեպ ասեմ, որ թվագիտությունը ունի տարբեր ուղղություններ, տարբեր հաշվարկներ, տարբեր մեթոդներ, մեթոդոլոգիական առումով դրանք շատ տարբեր են, ճապոնական, չինական, հնդկական, տարբեր ուղղություններ կան եւ պետք է ասեմ, որ դրանք բոլորն էլ լրացնում են մեկը մյուսին, որևէ մեկը մյուսին չի բացառում եւ ընդամենը մեկի ինֆորմացիան գալիս է լրացնելու մյուսի ինֆորմացիային եւ այստեղ չեն կարող ասել, որ կա հակասություն։ Իհարկե շատ մարդիկ, ովքեր զբաղվում են թվագիտությամբ, ասում են սա լավ թիվ է, վատ թիվ է, ես դա չեմ ընդունում, ինձ համար բոլոր թվերը շատ լավն են եւ բոլոր թվերը ունեն դրական եւ բացասական ուրեմն վեկտորներ, ուղղակի հարցն այն է, թե մարդը ընդհանրապես այդ տվյալ թվի, այն թվի, որի ներքո ինքը լույս աշխարհ է եկել, այդ թվի բացասական թե դրական էներգետիկ հոսքերի մեջ է գտնվում։ Իդեպ ասեմ, որ նույն թվի դրական եւ բացասական էներգետիկ հոսքերի դեպքում մարդու վարքագիծը կարող է 180 աստիճանով տարբեր լինել։ Մարդը կարող է այնպիսի վարքագիծ դրսևորել, որ ապշելու աստիճանի նման չլինի ինքն իրեն։ Սա խոսում է այն մասին, որ ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ խախտվել է եւ մարդը իր կամքից անկախ հայտնվել է իր թվի բացասական էներգետիկ հոսքերի ազդեցության ներքո։ Երբ որ ինֆորմացված լինեք եւ կարողանաք ինքներդ ձեր թվերի դրական եւ բացասական ուղղությունները ճանաչեք եւ իմանաք, կարողանաք նաեւ ձեր շրջապատին ավելի հանդուրժողաբար մոտենալ եւ մարդկանց չքննադատեք, որովհետեւ շատ անգամ մարդ ինչ-որ մի բան ասում կամ անում է անկախ հասկանալու, անկախ խորանալու, թե դա ինչ է եւ արդյոք արժե նման կերպ վարվել եւ դրսևորվել։ Սա խոսում է այն մասին, որ անձը ինչ երևույթների ազդեցության ներքո գտնվում է ուրեմն բացասական թվի բացասական վեկտորի տիրույթում եւ պետք է նրան օգնել դրական էներգիա տալով եւ առանց ընդգծելու, առանց ինչ-որ երևացող կողմեր ցուցադրելու, ինչ-որ ցուցադրական ոչինչ չանելով, շատ նուրբ ձևով պետք է կարողանալ մարդուն մղել դեպի դրականը, ցույց տալ դրականը եւ մարդուն դուրս բերել նման ուրեմն ծանր իրավիճակներում։ Մեկ անգամ ասել եմ, նորից ուզում եմ կրկնել, որ ցանկացած փակ դուռ ունի իր բանալին, իսկ այդ բանալին մեր բոլորի ձեռքերում է եւ մենք պետք է կարողանանք մեր գիտելիքի շնորհիվ նախ հասկանալ երևույթը, ինչու այդպես պատահեց, անմիջապես վերլուծենք եւ փորձենք հասկանալ դրա դրական եւ բացասական ուրեմն հետևանքները։ Եթե կարողանանք ցանկացած ուրեմն իրադարձության մեջ փորձենք 3 դրական բան տեսնել, նույնիսկ ամենավատ իրավիճակում, եթե փորձենք 3 դրական բան տեսնել այդ երևույթի մեջ, ապա մենք կարող ենք վստահ լինել, որ գտնվում ենք տվյալ թվի դրական վեկտորի էներգետիկ հոսքերի տիրույթում։ Իսկ եթե մենք նույնիսկ ամենադրական իրավիճակում սկսենք 3 բացասական բան տեսնել տվյալ իրավիճակում, ապա շատ հստակ կարելի է ասել, որ մարդը գտնվում է իրեն վերապահված թվի բացասական էներգետիկ հոսքերի տիրույթում եւ այդ մարդը իսկապես օգնության կարիք ունի։ Այնպես որ սիրելիներս, փորձեք որպես տնային աշխատանք, որպես առաջադրանք,
փորձեք մեկ բառով ինքներդ ձեզ նկարագրել, արդյոք տեսեք արդյոք կարողանում եք, ստացվում է արդյոք դա ձեզ մոտ թե ոչ, եւ մեկնաբանություններում խնդրում եմ գրեք որ օրն եք դուք ծնվել, ամսվա որ օրն եք ծնվել եւ ինչպիսին եք դուք ձեզ պատկերացնում եւ ինչպես եք դուք ձեզ զգում, ձեզ ինչպես կնկարագրեք։ Սա շատ կարեւոր է, իսկ հաջորդիվ ես կփորձեմ ձեր մեկնաբանությունները վերլուծել եւ ներկայացնել, թե ինչի մասին է այն խոսում։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդիվ